Խոսեք եղբայր։ Ես սերամատոսան գաղթած լավնային Ղարաբաղից։ Հա, եղբայր։ Ձեզ հետոտակային վարկոտուն եմ մաղը, թոշակավորում կեիս է։ Պետական ծրագրով։ Այո։ Հələ ինչքան եք ստացել հələ։ 10 միլիոն։ Տունը քանի սենյակ է։ 3։ Քանի հոգի եք դուք։ Ես եմ կինս, աղջիկս, մեկ է մի տղաս, հիմա մի տղաս կերևակ կալ, այսը պիտի գայելի։ Հիմա 1000 ներողություն։ 10 միլիոն դրամ ստացել եք, 3 սենյականոց տուն եք, առե 4 հոգով եք, այսինքն տղան առանձին է։ Այսինքն նորմալ լուծում է, կապանում եք առե։ Այո։ Կապանը մեր քաղաքային միջավայրը, էլի մեր քաղաքն է, այսինքն հիմա որ ասում են այդքան բան է, խնդրահարույց է, բայց շատ կոնկրետ է, խնդրեմ շարունակեք, ինչ լուծում։ Ուզում ասել, ինքնիչս հինա շիֆերային վիճակում է, հիմա ուզում եմ փոխեմ, թոշակալում, չեմ կալում։ Ինչի։ Գումարը չի եկում, թոշակալում էր, գումարը փոխելով մա ժեշտ է, պերեք ես է, պերեք ենա, Դե բան է, առանձնատուն է, թե շենք։ Առանձնատուն է։ Արագինը զեավատին է մասկում, եկոտով։ Դե հիմա գիտեք ինչ ընտրական շրջանը մենք նյութական թեմաներին չեմ կարող դեն շատ մանրամասն բան անենք, անդրադառնանք, էլի հիմա դրա համար չեմ կարող ոչ մի բան ասել։ Ուզում ասեմ, շալախեն թողել իչնա, ճիշտ նախ։ Հարգելիներս, մենք Ղարաբաղի, ձեր կողքին ենք ըլնենք։ Այսինքն հիմա կոնկրետ օրինակա նախ շնորհակալություն, որ եկաք, որովհետև կոնկրետ օրինակով ցույց տվեցիք, որ ընտանիքա, որը տուն առել է, շատ լավ տանիքա կնորոգվի, պատակը նորոգվի, բակը կբարեկարգվի, բայց հիմա հարկը բարեկարգը բակը հետ։ Մինեք մի հասել։ Էն էլ կա։ Ջուլբուղը եկա ջուլուս քաշել, ներքև ջուլ մագիստրալ քաշել։ Այս պատպորից տակը բետոն եղա, քանդել է։ Հիմա այդ մասը ես չկան, բայց հողը գնում է։ Միջոց էլ աչքես մի տարի աղու։ Դե այդ տեսեք դուք այն օրինակն եք ասում, որ ասում եմ, որ մի հարց լուծում ես, դրանով ոչ թե հարցերը ավարտվում են։ Չէ, ուզում ասել։ Հիմա մի հարց լուծվել է։ Տուն չունեիք, այդ տուն չունենալու, հիմա տուն ունեք, տանիքի հարցը կա։ Այդ չեմ ասում։ Մի քանի անգամ դիմել եմ ճիշտն ասած։ Եղբայր, հիմա ընտրական շրջանը չեմ կարող նյութական թեմաներով բան խոսեմ։ Եվ հետո առիթ կլինի համայնքը տարբեր սոցիալական ծրագրերով եւ այլն